Պարոն Պետրոսյան, դուք տարիքին հաղթած մարդ եք։ Արդյոք դա կրկեսի շնորհիվ է, ինչ եք կարծում։ Գիտեք, կրկեսի երիտասարդացնում է մարդկանց։ Դուք ճիշտ եք նկատել։ Կրկեսի կախարդական աշխարհի մեջ գործել։ Ես որ ասում են 75 տարեկան, ես ասում եմ, ինչ է նշանակում։ Ես հիմա դասավանդում եմ Թատերական ինստիտուտին, այնտեղի պրոֆեսոր եմ։ Կրկեսային դպրոցում ամենօրյա պարապմունքներ, երեխաների մեկ էլ ասում եմ, գուցե ես մեծացել եմ, գուցե մեկ էլ մտածում եմ, չէ, հələ դեռ ես համակարգի մեջ եմ։ Այ երբ որ ես չկարողանամ, ասենք երեխաների մոտ գնում եմ, օրինակ 3 դաս էի, ասում եմ Անկեր Պետրոսյան, ո՞նց է 5 գնդակ գցում, ո՞նց է 7 հատ գնդակ գցում։ Ինչպես են այս իլյուզիա, անպայման։ Ինչպես են այս բալանսը կատարում։ Այ երբ որ երեխաները ինձ հարցնեն ու ես չկարողանամ ցույց տալ, կասեմ ուրեմն ես պարավել եմ։ Իսկ քանի դեռ դա չկա, ուրեմն ես երիտասարդ եմ։ Այդպես էլ կա։ Հավասարակշռություն պահպանել դուք դա նկատի ունեք, չէ՞, երբ որ ասում եք երիտասարդն եմ, որովհետև կրկեսով եմ զբաղվում, նկատի ունեք ֆիզիկական ակտիվությունը, դուք հիմա էլ եք, չէ՞, որքան ես տեղյակ եմ, զբաղվում եք ինչպես ասիկ երեխաների հետ, դա նկատի ունեք, որ ասում եք երիտասարդացնել, թե կրկեսային արվեստից եկող խնդությունը, ուրախությունը։ Բանը նրանում է, որ մարդկանցից ստացած էներգիան։ Ես ուրախանում եմ, որ ես ոչ միայն ասենք գործիչ եմ, թեորիապես որ կարող եմ ասենք ղեկավարել կրկեսը ստուդիան, կադրային հարցը, դպրոցը։ Մենք գիտեք ունենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա դպրոց, ունենք Թատերական ինստիտուտում ունենք հատուկ կուրս, որտեղ ապագա ռեժիսորներ, կրկեսի սցենարիստներ, կրկեսային խմբի ղեկավարներ։ Ոչ միայն դա, այլ ես միշտ մտածում եմ նոր մի քիչ առաջ էլ դրա մասին ես խոսում էի, որ ես գնում եմ ստուդիա, այ օրինակ 3 դասեր ստուդիայում։ Չկա մի երեխա, որ չմոտենա ինձ ասի, ես տրյուկը ցույց չեք տա։ Պարոն Պետրոսյան, եսիք կասեք ոնց են 5 գնդակ գցում։ Ոնց են 6 գնդակ, ոնց են այս փայտը ֆռացնում, ոնց են այս սեղանը դնում գլխին։ Ես մենակ չեմ կարող խոսալ, ասել, այ դուք պետք է 50 աստիճան աճ, 60 աստիճան մինուս։ Ես պետք է ցույց տամ։ Ես ամեն օր ցույց եմ տալի, ես կարամ դա, իսկ եթե ես չկարողանամ ցույց տալ, որովհետև կրկեսի ղեկավարը, դասատուն, ռեժիսորը պետք է ինքը կոնկրետ ցույց տա։ Այ եթե ես չկարողանամ երեխային ցույց տալ այն ինչը ինձ ուզում է, թե ասում եմ ոնց կարողանամ օդում ֆռալ կանգնել տեղում, պատկերացնեք ես ասեմ ասեք որ մինչև հիմա անում եք։ Պապա, չասեք, որ մինչև հիմա թռնում եք, պտտվում եք, կանգնում։ Ես անում եմ, ասիջան։ Եվ ես դրա համար էլ ինձ երիտասարդ եմ զգում, այ եթե ես չկարողանամ, կասեմ, ես արդեն գնում եմ թոշակի։ Թվաց է ասել, որ երկարակյաց մարդիկ հանդարտ մարդիկ են, այսպես ասած դինջ մարդիկ են, դուք նյարդով մարդ եք, ակտիվ մարդ եք, կենսախինդ մարդ եք, պահանջկոտ մարդ եք, խիստ մարդ եք։ Այստեղ հակասություն չկա։ Ասում են նյարդային բջիջները ավելի շուտ են մահանում եւ հանդարտները ավելի երկարակյաց են, բայց ստացվում է, որ դուք լինելով ակտիվ մարդ, նյարդով մարդ, լավ իմաստով եմ ասում։ Չէ, ինձ դա օգնում է։ Շատերը գուցե մտածեն, որ ես չեմ կարող հանգիստ խոսել, հանգիստ բացատրել։ Ես ակտիվ եմ, ես երբ մի բան ասում, գիտեք, կրկեսում չկա այսպես, ես մի բան ռեժիսորը ասեց, մարզիչը ասեց, այս աշակերտը կամ սանը, կամ դերասանը սկսում է կամ մի անգամից, կրկեսում պետք է 8 ժամ օրը պարապես, եթե 7 ժամ պարապես չի ստացվի, դրա համար մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել, քանի կրկեսի լավ դերասան ունենք։ Այնպես որ այդ հարցը այդպես կարող էի պատասխանել։ Եվ եթե հետահայաց նայեք ձեր կյանքին, կա հանգրվան, կա տեղ, որ կուզեիք փոխեի կամ որևէ ձևով շտկեի, կամ մի դաս եք ձեր կյանքի փորձով ստացել, որ եթե հիմա մեզ ասեք, մենք կշահենք եւ չենք անի գուցե նույն սխալը, ինչ որ դուք արել եք կամ ձեր փորձով եք համոզվել։
Իսկ այս տարիքային խմբի համար 60 եւ ավելին մեր երկրում մի տեսակ վերաբերմունքից սկսած տարիքով մարդ է էլի, այսինքն այո։ Այդ դրա հետ կապված եմ ուզում ձեր կարծիք։ Ես դա տեսնում եմ, գիտեք, մի քիչ հարգանքը դեպի մեծերին այն չի։ Իհարկե կան եւ լավ մարդիկ, որոնք հարգում են մեծերին, բայց ես մի քիչ ռեժիսոր եմ մասնագիտությամբ եւ տեսնում եմ, որ ոչ բոլորն են, որ ընդունում են դա։ Գիտեք, հարգել մեծին նշանակում է հարգել առաջի հերթին իրեն։ Հարգել ծնողին նշանակում է հարգել առաջին հերթին իրեն։ Այդ բանը մի քիչ չկա, բայց կարծում եմ, որ համապատասխան աշխատանք տանելու դեպքում ես լավատես եմ։ Մենք նորից կհասնենք դրան։ Մենք իմիջիայլոց Սովետական միության երկրների, հանրապետությունների մեջ առաջին տեղերն էին գրավում, ովքեր հարգում էին մեծերին։ Եվ կվերականգնենք այդ ավանդույթները։ Պարոն Պետրոսյան, այդքան հարգանքի պակասը չի իմ կարծիքով, որքան արտերկրում օրինակ 60-ից հետո մարդիկ երկրորդ շնչառություն են վերցնում, իրենց հոբիով են զբաղվում, զբաղմունք ունեն, հոբի ունեն, ճամփորդում են։ Մեր երկրում կարծես թե այդ մարդիկ իրենց լուսանցքից դուրս դնեն, զբաղմունք չունենան, հետաքրքրություն չունենան, ապրեն միայն տնային հոգսերով, եւ դրանից էլ գալիս է արդեն վերաբերմունքը։ Գուցե այդ մարդիկ հենց իրենք պետք է ուժ գտնեն, գիտակցելու որ 60-ը դա տարիք չէ։ Ձեր օրինակը բոլորը պետք է 60-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է, ներողություն։ Որ ես գնամ նստեմ տունը։ Դու կկախվեմ ես։ Ոնց կարող է գնամ նստեմ տունը։ Ես արդեն գնում եմ դասի։ Ստուդիայի պարապմունքներն են։ Որից հետո գնում եմ կրկես հանդիպում ենք մեր վարպետներին, որոնք պետք է ճիշտ որոշենք, թե որտեղ են լինելու գրիմանոցները, այսինքն շինարարական աշխատանքներին էլ եմ դա նույնիսկ մասնակցում։ Այնպես որ եթե մարդը ստեղծագործական մարդ է, ինքը 60 տարեկանից բարձրել միշտ կստեղծի իր համար պայմաններ, որ ինքը աշխատի եւ ապրի ճիշտ առողջ ռիթմով։ Մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ գնում է գործի ուրախությամբ եւ ուրախությամբ գալիս է տուն։ Ընդունված բանաձև է։ Ընդունված բանաձև է։ Երդվում եմ դա իմ մոտ այդպես։ Եթե այդպես չլինի, ես կմեռնեմ։ Ես սպասում եմ առավոտ, որ գնամ գործի։ 75 տարեկան եմ, գնում եմ եւ ստուդիա, եւ կրկես շինարարությանն եմ նայում հիմա, կրկեսի փորձերին գնում եմ եւ ինստիտուտ։ Այսինքն ես ամբողջովին գործի մեջ եմ։ Ուրախ գնում եմ գործի, այդ բանաձևը բրավո, որ այդ բանաձևը միշտ մարդիկ ժամանակին հորինել են։ Կարծում եմ ես այդ բանաձևի մեջ եմ։ Մեր շփման ընթացքում էլ ինձ զարմացրեց ձեր ճկունությունը, արագությունը, երբ որ ես զանգահարեցի, դուք ասացիք, որ հավելվածով կարող ենք զանգահարել։ Սովորաբար 75-ում մի քիչ դժվարանում են, բայց դուք ինձ իսկապես զարմացրիք։ Չեմ կարող անկեղծ չխոստովանել։ Շնորհակալություն։ Ինչի կարիք ունի մեր երկրում 60 եւ ավելի տարեկան մարդը, հատկապես վաստակ, մեծ վաստակ ունեցող մարդ, ամենաշատը ինչ հարկավոր նրան։